ում էր ուղղված Նիկոլեն սարքած պլանը։ Բացի այն, որ իր վախերն էր փարատում, փորձենք սա հասկանալ, թե ինչ կա սրա տակ, ինչ կարող է ուրիշ լինել։ Միանգամից ասեմ, որ ժողովրդին ուղղված չէր։ Նորից եմ ասում, հենց Նիկոլի էջում հրապարակած այդ պլանի տակ ու բազմաթիվ էջերում մարդիկ գրում էին Երանի քեզանից ազատվելու պլան լիներ։ Ամեն օր է մեծանում մարդկանց թիվը, ովքեր պահանջում են քո հեռացումը։ 2018 թվականի հոկտեմբերին մի հատ այդպիսի տրյուկ արեցիր, թե բա իշխանությունը ժողովրդի ձեռքից ուզում են խլել, եկեք փրկենք։ Հազարավոր մարդիկ եկան շրջափակեցիր նրանցով ազգային ժողովի շենքը։ Հիմա քո կոչով մի ավտոբուս մարդ չի հավաքվի։ Գյուղացին, որ նախորդ տարի ծիրան էր մթերել 400 դրամով, դրանից մի տարի առաջ 350 դրամով, այսօր 100 դրամով, որովհետև սաղ պետությունների հետ թարսվել ես ու չեն կարողանում մթերել։ Այդ գյուղացին երեք հարցնում է լավ, երբ ենք սրանից պրծնելու, որ ես իմ չարչարանքից օգուտ ստանամ։ Այն ծնողը, որի երեխան ընդամենը մի քանի օրից պետք է բանակ գնա, մտել է Facebook-ում գրում է, երբ ենք ազատվելու այս չարորակ ուռուցքից, որ տղայիս հանգիստ խղճով բանակ ճանապարհեմ։ Մարդիկ երեք տեսնում էին, որ մարդուկին քննարկում էիք քո սեռական օրգանները ցուցադրելու հարցը, ու այդ մարդիկ վաղուց են պահանջում, որ դուք որպես ոչ կոմպետենտ, խայտառակ իշխանավորներ հեռանաք։